Ողջույն հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն են, ես Գառնիկ Թաֆյանն եմ, կարևորը նախամարոտ։ Երբ կմեկնարկեն հայ-թուրքական ցամաքային փոխադարձանցումները եւ առևտուրը մանրամասներ են հայտնի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է վերահաշվարկը, իսկ նախկին վարչապետը պնդում է, հանձնաժողովի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։ Քննարկման սեղանի սահմանադրության տեքստը հրապարակելու հարցն է, ինչ է հայտարարել Արդարադատության նախարարը։ 12-ամյա երեխայի քաղցրավենիքի մեջ թմրանյութ են լցրել, երեխան կորցրել է հիշողությունը, ինչ է կատարվել դպրոցական էքսկուրսիայի ընթացքում։ Թուրքական ընդդիմադիր Ենի Շաֆաքում լուր է հրապարակվել առաջիկայում հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ։ Նշվում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական շփումները արագանում են եւ նպատակը հարաբերությունների կարգավորման գործընթացում կոնկրետ քայլեր ձեռնարկելն է։ Կայքը պնդում է, որ նախատեսվում է առաջին փուլով Իգդիրում Ալիջան սահմանային անցակետը բացել փոխադարձ անցումների համար։ Հաղորդվում է, որ հայկական կողմում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները, իսկ թուրքական կողմում մտադիր են կարճ ժամկետում ավարտել աշխատանքները։ Այսպիսով կանխատեսվում է ամռանը կմեկնարկեն ցամաքային փոխադարձանցումները եւ առևտուրը։ Ըստ կայքի սահմանային անցակետերի բացումը, ինչպես սպասվում է, կվերաձևավորի երկու երկրների միջև տրանսպորտային եւ առևտրային ցանցը։ Ենի Շաֆակի պնդմամբ ուղիղ առևտրի մեկնարկով կանխատեսվում է, որ լոգիստիկ ծախսերը կնվազեն, ապրանքներն ավելի արագ կհասնեն շուկա եւ առևտրաշրջանառության ծավալը կարճ ժամանակում կհասնի մինչեւ 1 միլիարդ դոլարի։ Թուրքիան ընտրությունից հետո շտապեց շնորհավորել Փաշինյանին, բայց հետո փոխեց սեփական հայտարարության տեքստը։ Շնորհավորանքի տեքստերը սովորաբար չեն խմբագրվում, հատկապես երբ խոսքը պետությունների միջև պաշտոնական հաղորդագրությունների մասին է։ Ինչու Անկարան որոշեց խմբագրել արդեն հրապարակված հաղորդագրությունը, ինչու դրանում հայտնվեց ավելի համարձակ քայլեր ձևակերպումը եւ ինչ է իրականում ակնկալում Թուրքիան Հայաստանից Անիա Բաղյանի ռեպորտաժում։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խմբագրել է Հայաստանի ընտրությանը վերաբերող հայտարարությունը։ Նախնական տարբերակը սա էր։ Ցանկանում ենք, որ ձևավորվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր դարձնող պայմաններ։ Հնարավոր դարձնող պայմանները փոխարինել են Թուրքիայում ձևավորված հույսով, Հայաստանից ակնկալելով ավելի համարձակ քայլեր։ Թուրքիան հույս ունի, որ հետընտրական շրջանում Հայաստանը ավելի համարձակ քայլեր կձեռնարկի տարածաշրջանում խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը դեժավյու է ապրում ավելի համարձակ քայլեր արտահայտությունը լսելիս։ Ամերիկյան պաշտոնյա Բոլթոնի հայտարարությունից հետո, երբ նա կոչ արեց լինել համարձակ, ուրեմն Փաշինյանին եւ իր իշխանությանը ու տեսանք թե դրանից հետո ինչպիսի քայլեր եղան, համարձակորեն Արցախը ճանաչեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս, համարձակորեն Արարատ սարը հանում են սիմվոլիկայից, համարձակորեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը մտավ այսպես բոլորովին այլ հուն կամ ուղակի դուրս եկավ օրակարգից եւ այլն։ Իհարկե այս բոլոր տեղերում համարձակորեն բառը պետք է վերցնել շատ մեծ ճակերտների մեջ։ Թուրքիայից նորից հնչում է կախարդական բառը համարձակություն։ Իսկ որ հարցերում է այդ համարձակությունն ակնկալում Էրդողանի իշխանությունը։ Չխմբագրված հաղորդագրությունից ակնհայտ է դառնում ձևավորվեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը ստորագրելը հնարավոր դարձնող պայմաններ։ Իսկ ինչ է կարծում թուրքագետը։ Սահմանադրության փոփոխությունը, որ համար 1 պայմանն է, ինչպես է իրականացնելու սահմանադրական մեծամասնություն չունեցող քաղաքացիական պայմանագիրը։ Ենթատեքստը հենց դա է, պետք է համարձակ քայլերը, այսպես սահմանադրական մեծամասնություն չունենալու հետ կապված է, ճիշտ է, ես իրավաբան չեմ, բայց հարցի այլ կոնտեքստ երբ որ նայում ենք, կարող ենք ասել, որ կապված է դրա հետ եւ անել քայլեր, համարձակ քայլեր այդ սահմանադրական մեծամասնության արգելքը հաղթահարելու կամ այդ սահմանադրական մեծամասնությունը ձևավորելու համար։ Թե այդ համարձակ քայլերը արդեն տեխնիկապես իրենից ինչ կենթադրեն, օրենքի ոտնահարում, բռնության շարունակում,
թե ընդդիմադիր падգամավորների տարբեր մեթոդներով իշխանության կողմ թեքում։ Հայաստանի երրորդ հանրապետությունը 6 նախագահական, 8 խորհրդարանական ընտրություն է ունեցել։ Այն միշտ եղել է Թուրքիայի եւ Ադրբեջանի ուշադրության կենտրոնում, բայց ոչ մի դեպքում թուրք լրագրողները գրեթե նույն ուրախությամբ չեն տոնել իշխող ուժի համեմատաբար բարձր ցուցանիշները։ Ակտիվ է նաեւ թուրքական մամուլը։ Վերլուծություններ, բազմաթիվ հոդվածներ են հրապարակվում Հայաստանի ընտրության վերաբերյալ։ Օրինակ Դիք գազեթե կայքի թուրք վերլուծաբանը բաց տեքստով գրում է, որ Անկարան Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակությունը համարում է ռացիոնալ եւ նախընտրելի տարբերակ։ Իսկ օրինակ թուրքական Անադոլուն ընտրությունից 1 օր առաջ գրել է. Ընտրողները հունիսի 7-ին կգնան ընտրատեղամասեր բարձր խաղադրույքներով մրցավազքում, որը կարող է որոշել Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ մերձեցման ապագան, սահմանադրական բարեփոխումների ծրագրերը եւ ազգային ինքնության նոր տեսլականը։ Մինչդեռ Թուրքիան մյուս 14 ընտրությունների դեպքում միայն արարողակարգային տեքստեր էր հրապարակում։ Նախորդ բոլոր ընտրություններում Թուրքիան եղել է այսպես հայեց պասիվ դիտորդի դերում, երբեք այսքան ակտիվորեն ներգրաված չի եղել եւ նախընտրական շրջանում իրենց սատարող հայտարարություններում եւ իրենց, չգիտեմ, լրատվության, Թուրքիայի ազդեցության տակ գտնվող բլոգերների, այսպես կոչված եւ այլնի միջոցով երբեք այսքան Թուրքիան ներգրաված չի եղել հայկական հայաստանյան ընտրություններում եւ դա ոչ միայն թուրքական ցանկությունն է ներգրաված լինել, այլև Հայաստանի ուրեմն ինքնիշխանության եւ Հայաստանի դիմադրողականության պակասի հետևանք է, որ այսքան Թուրքիան կա մեր ներ-հայաստանյան գործընթացներում եւ անցած բոլոր փուլերի հետ համեմատած ուղղակի համացան եզրեր չկան։ Ռուբեն Մելքոնյանի խոսքով Թուրքիան պրագմատիկ քաղաքականություն է վարում։ Թուրք վերլուծաբանները, քաղաքագետները, նախկին դիվանագետներն անգամ գրում են Փաշինյանի իշխանության պահպանումը շահավետ է Թուրքիայի համար։ Անի Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Հայաստանի խորհրդարանի ընտրության վերաբերյալ քննարկումները շարունակվում են նաև երկրի սահմաններից դուրս։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ընտրությունը ուղեկցվել է ընդդիմության նկատմամբ ճնշումներով եւ իր գնահատման բարեմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Նրա խոսքով նման ազդեցություն տարածաշրջանի ընտրական գործընթացներում նախկինում չի նկատվել։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատեղամասերում ընտրության արդյունքների վերահաշվարկ է, պնդելով, թե պատշաճ դիմումներ շատ քիչ են ստացել։ Ըստ էության, 2005 տեղամասերից ընդամենը 5-ի հետ կապված արձանագրությունները ճշգրիտ են, բայց մուտքագրման ընթացքում եղել է սխալ մուտքագրում, այնտեղ տողեր են թրծրել, այսպես ասենք, մարդկային գործոն։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ հիմի տեղամասերը անգիր չեմ հիշում, այդ 27-րդ ընտրատարածքում է եղել մարդկային հոգնածության տողը, այսպես ասենք, մի տողը ուղղակի մուտքագրողը Պարոն Կիրակոսյան, տեսեք, կրկնում եմ դա, արձանագրությունները կան, արձանագրությունները այն, որ դա հայտնաբերվել է, նաև հայտնաբերել, որովհետև մեր արձանագրությունները կան, հրապարակված են, այսինքն նախնական արդյունքները դրա համար են նախնական, որովհետև երբ ասում ենք նախնական արդյունքը, դրա համար է նախնական, որովհետև այս արդյունքները դեռ պիտի ճշգրտվեն։ Իսկ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը հայտարարել է, որ ներկա փուլում առանց չափազանցության մեր պետության ապագան որոշվում է կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Նրա խոսքով հանրային ճնշման գլխավոր թիրախը այս պահին պետք է լինի այդ կառույցը, նրա նախագահն ու անդամները։ Ընտրակեղծիքների արդեն հայտնի փաստերով հանցագործության վերաբերյալ պետք է հաղորդում ներկայացնել դատախազություն պահանջով քրեական պատասխանատվության ենթարկել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին։
Անհրաժեշտ է կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել, որպեսզի ընտրությանը մասնակցած ընդդիմադիր ուժերի падգամավորության թեկնածուները ներկա գտնվեն եւ անարգել հետևեն ձայների վերահաշվարկին։ Առավել եւս, որ այդ պահանջը չի հակասում գործող օրենսդրությանը։ ԿԸՀ-ի անդամները պետք է հայտնվեն հանրային լուրջ ճնշման տակ։ Հանրային պայքարի կազմակերպման տեսակետից կարծում եմ նպատակահարմար է նախաձեռնել ընդդիմադիր ուժերի համակիրների պերմանենտ հանրահավաք, գործածելով այն ԿԸՀ-ում ձայների վերջնահաշվարկի ընթացքի եւ փաստերի հանրայնացման համար։ Այդ նախաձեռնությունը կնպաստի նաեւ հասարակության կոնսոլիդացմանը եւ այդ քաղաքական կապիտալի վերածելուն։ Անգործությունը անթույլատրելի է։ Իսկ մանդատները վերցնելու ու չվերցնելու ճիշտ կամ սխալ լինելը պայմանավորված է ցանկացած տարբերակի դեպքում հաջորդ քայլերով, կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Եթե այդ քայլերի գիտակցումը կա ու դրանց պատրաստ լինելուն վստահ են, ապա ցանկացած տարբերակը կարող է արդարացված լինել եւ հակառակը։ Ընդդիմությունը պետք է միասնական շտաբ ու որոշումների ընդունման կենտրոն ձևավորի։ Հանրությունը պետք է տեղեկացված լինի որոշումների կայացման ընթացակարգին ու արդյունքներին, որովհետև առանց լայն հանրության, վստահության ու աջակցության ընդդիմությունը 0 կոպեկ արժի։ Մի կողմ պետք է դրվեն առաջնորդների էգոցենտրիզմը, դատարկ ոչ հիմնավոր մեծամտությունն ու ինքնավստահությունը, որոնք, ինչպես կյանքը ցույց տվեց, սին են։ Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը խոսել է սահմանադրության նոր տեքստը հրապարակելու մասին։ Երեկ քննարկել են սահմանադրության տեքստը հրապարակելու հետ կապված հարցը։ Կարծում եմ, որ առաջիկայում ամբողջացնելուց հետո, ինչու եմ այսպես ասում, որովհետև սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելի կարծիքներին, մեզ 1 կամ 2 շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, եւս 1 կամ 2 քննարկում կունենանք եւ կորոշենք պատրաստ ենք հրապարակել, թե ոչ։ Երեկ առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության մեղադրյալի կարգավիճակ ստացած Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է քննչական կոմիտեում։ Հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն։ Ազատություն ռադիոկայանին փաստաբանը հայտնել է, որ նոր քրեական գործը հարուցվել է 7 տարի առաջ 2019 թվականին եւ իր բիզնեսը հավատարմագրային կառավարման հանձնած Ծառուկյանն այդ մասին երեկ է տեղեկացել։ Դպրոցական էքսկուրսիա, տուն, վերադարձ եւ ժամեր անց հիվանդանոց։ Արագածոտնի մարզում 12-ամյա երեխայի հետ տեղի ունեցած դեպքը բազմաթիվ հարցեր է առաջացրել թե ծնողների, թե իրավապահների մոտ։ Նախնական տվյալով երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրանյութ, իսկ նրա առողջական վիճակը պահանջել է անհապաղ բժշկական միջամտություն։ Ինչ է տեղի ունեցել իրականում, ինչպես է երեխան հայտնվել այդ վիճակում եւ ինչ են պարզել մինչ այս պահը իրավապահները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Քաղցրավենիքի միջոցով թմրանյութ են հյուրասիրել 12-ամյա դպրոցական երեխային։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդում է ստացել, այս պահին միջոցառումներ են իրականացվում։ Դեպքը ՆԳՆ ոստիկանության ղեկավարության կողմից հսկողության տակ է, հավելյալ տեղեկություն ունենալուն պես կհայտարարեն։ Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն է այս մասին հայտարարել։ 12-ամյա երեխան դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում, նրա օրգանիզմում թմրանյութ է հայտնաբերվել։ Երեխան կորցրել է հիշողությունը։ Ահազանգողը ձեռքը թտուր համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն է։ Վերջինս գրառմամբ դիմել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Աշտարակ համայնքի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։ Ինձ մոտ արկա բժշկական եզրակացության համաձայն երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ Ըստ արկա տվյալների խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում, ծանր վիճակում եւ հիշողության կորստով։ Ընդ որում բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային։ Տիկին Սարգսյան, դուք ասում եք, եթե կան փաստեր ներկայացրեք։ Ահա փաստերը։ 12-ամյա երեխան հիվանդանոցում է։ Բժշկական եզրակացությունը կա։ Այս պահին ինձ չի հետաքրքրում, թե ով է տնօրենը, ով է ուսուցիչը կամ ինչպես եք մեղավորին փնտրելու։ Ինձ հետաքրքրում է միայն մեկ հարց. ով է պատասխան տալու այն բանի համար, որ 12-ամյա երեխան այսօր հիվանդանոցային մահճակալին է ծանր վիճակում, հիշողության կորստով։
իսկ նրա օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։ 7 ուսուցչուհու ուղեկցությամբ երեխաները մայիսի 29-ին են գնացել էքսկուրսիա։ Մայիսի 22-ից դպրոցներում դասապրոցեսներ չեն եղել, ուստի դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանն ասում է, մայիսի 22-ից 29-ը երեխան իրենց վերահսկողության տակ չի եղել։ Էքսկուրսիայից վերադարձի ճանապարհին նա քնած է եղել։ Ուսուցիչների մտքով անգամ չի անցել, որ երեխան թմրանյութի ազդեցության տակ է։ Մի քանի անգամ արթնացրել են, բայց հետո նորից քնել է։ Նրանից բացի եւս մի քանի երեխա է քնած եղել։ Ուսուցիչները մտածել են, հոգնած են։ Պիտի մասնագետները կարողանան պատասխանել, թե դրա օգտագործումից հետո երեխայի մոտ, երբ որ առաջանում այդ վիճակը, 5 րոպե հետո է առաջանում մի ժամ, 2 թե 3։ Մենք այդ քանի որ ինֆորմացիան չունենք, դժվարանում ենք ասել։ Երեխան տուն է հասել նույն օրը 17:30-ին։ Նրա ինքնազգացողության վատանալու մասին դպրոցն իմացել է միայն 3.5 ժամ անց երեկոյան։ Մեր դպրոցում երբեք նման բան չի եղել, երբեք անգամ մոտ 1 ամիս առաջ ոստիկանությունից շնորհակալություն եմ ստացել, որ մեր դպրոցի ետակի դպրոցներից է, որի անունը չկա իրենց մոտ, ընդհանրապես որևիցե հարցով։ Տնօրենն ասում է, երեխան դաստիարակված է, լավ է սովորում, բնավորությամբ ակտիվ չէ, ընտանիքն էլ աշխատող խելոք ընտանիք է։ Այս պահին երեխայի մոտ դրական դինամիկա կա, բայց նրա հիշողությունն ամբողջությամբ չի վերականգնվել։ Սպասում են, որ ապաքինվելուց հետո երեխան պատմի մանրամասները։ Սեդա Մակարյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանում տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես վտանգի տակ են, հնարավոր սխալների, վթարների կամ ռազմական բախումների պատճառով։ Նրա խոսքով այդ ռիսկերը նվազեցնելու լավագույն տարբերակը զորքերի դուրսբերումն է։ Արաղչին այս հայտարարությունն արել է գիշերը ԱՄՆ-Իրան փոխադարձ հարվածներից հետո։ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, Եմեն պահանջում է, որ Վրաստանը պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ առանց վիզայի ռեժիմի պահպանման դիմաց։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ժամը 18-ին եթերում կլինի ABC Newsroom-ը։